Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ Մանուկյանի մանդատը տվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Բլեջյանցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ բանակցությունները շատ լավ են ընթանում, սակայն ժամանակ է պետք հասկանալու, թե դրանք ինչ արդյունք կունենան։ Մենք շատ լավ հանդիպումներ ենք ունեցել Իրանի հարցով, կտեսնենք, թե ինչ կլինի, ինչպես հաղորդում է Armen Press-ը վկայակոչելով 10 այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ։ Հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև տեղի ունեցել անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Արաղչիի եւ Ուիթքովի հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին տեխնիկական մակարդակով խորհրդակցություններից հետո։ Որոշ եվրոպական երկրներ ինքնահաստատվում են Ուկրաինայի հաշվին, այս մասին հայտարարել է լրագրող Ռայնհարդ Լաուտերբախը։ Անմիջապես պետք է ասենք, որ Ուկրաինային կնետեն եւ փոխկացայի մեջ, ընդգծել է նա։ Լրագրողը հավելել է, որ որոշ եվրոպական երկրների իշխանությունները գիտեն, որ իրենց քաղաքական նշանակությունը ամբողջությամբ կախված է Ռուսաստանի հետ հակամարտությունը պահպանելուց։ Ոսկու գինը նոր ռեկորդ է գրանցել, առաջին անգամ գերազանցելով ունցիայի դիմաց $3450։ Չիկագոյի ապրանքային բորսայում առևտրի տվյալների համաձայն ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 2.3%-ով եւ հասել $3542 մեկ ունցիայի դիմաց։ Ոսկու գների աճը դոլարի թուլացման եւ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության արդյունքն էր, գրում է Bloomberg-ը։ Այս գործոնները մեծացրել են ոսկու պահանջարկը որպես ապահով ակտիվի։ Թանկարժեք մետաղի գների աճին նպաստել են նաեւ առևտրային պատերազմների ազդեցության վերաբերյալ երկարատև մտահոգությունները։ Դոլարը թուլացել է հիմնական արժույթների նկատմամբ, ինչը ըստ վերլուծաբանների կապված է դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի մասին Թրամփի վերջին մեկնաբանությունների հետ։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ դաշնային պահուստից պահանջել է իջեցնել տոկոսադրույքները, ինչը թուլացնում է վստահությունը երկրի տնտեսության նկատմամբ։ Իր հերթին դոլարի թուլացումը ոսկին ավելի գրավիչ է դարձնում այլ երկրների ներդրողների համար։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը կտարբերվի նախորդներից, այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Հուղարկավորության ավանդական ծեսերը կլինեն, սակայն Պոնֆիստիկոսի մարմինը չի ցուցադրվի դիակարգի վրա հարգանքի համար։ Բացի այդ, դագաղի փակման արարողությունը չեղյալ է հայտարարվում։ Ֆրանցիսկոսը կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս գտնվող Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկայում, մինչդեռ պոնֆիստիկոսների մեծ մասը թաղված է Սուրբ Պետրոսի տաճարի տակ գտնվող Վատիկանի գերեզմանում։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին, Սուրբ Զատիկի հաջորդ օրը։ Նա 88 տարեկան էր։ Պոնֆիստիկոսը վերջերս առողջական խնդիրներ ուներ։ Ըստ Վատիկան Նյուզի, կաթվածը կոմայի եւ սրտի կանգի պատճառ է դարձել։ Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ, պահանջելով անօրինական ճանաչել $2.2 միլիարդ դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին գրում է Harvard Crimson ուսանողական թերթը։ Հայցում ասվում է, որ Սպիտակ տունը կամայական եւ հակասահմանադրական արշավ է սկսել համալսարանի դեմ, պատժելու իր սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար։ Ապրիլի 13-ին հայտնի դարձավ, որ Հարվարդի մի խումբ դասախոսներ դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ, համալսարանի ընդհանուր ֆինանսավորումը $9 միլիարդ կրճատելու ծրագրերի պատճառով։ Ըստ Bloomberg-ի այս գումարը ներառում է $8.7 միլիարդ դրամաշնորհներ եւ $255.6 միլիոն համալսարանի եւ դաշնային գործակալությունների միջև առկա պայմանագրեր։ Հայցվորները կարծում են, որ վարչակազմի գործողությունները խախտում են ակադեմիական ազատության եւ խոսքի ազատության իրենց իրավունքները։ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին ասել է, որ իրեն դուր է գալիս Ռուսաստանը եւ նրա մշակութային հարստությունը։
ինձ դուր է գալիս գալ Ռուսաստան, դա հսկայական երկիր է, անհավատալի բնական բազմազանությամբ եւ մշակութային հարստությամբ, նշել է նա։ Բիլալ Էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել ռուսական խոհանոցի բազմազանության վրա, քանի որ երկիրն ունի շատ էթնիկ խմբեր եւ մշակույթներ։ Նա հավելել է, որ Ռուսաստանում ապրում են բազմաթիվ թուրքական ժողովուրդներ եւ նրանց խոհարարական ավանդույթները նույնպես մտել են ռուսական խոհանոց։ Ռուսաստանի սուզանավերի նավատորմի միջուկը բաղկացած է 3 տպավորից սուզանավից, այս մասին հայտնել է վերլուծաբան Մայա Կարլինը։ Չնայած Ռուսաստանը ներգրաված է Ուկրաինայի հետ հակամարտությունում, նրա նավատորմը մի կողմ չի մնացել, ասում է անվտանգության քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Կարլինը։ Հեղինակը որպես նավատորմի հիմք անվանել է Յասեն, Ակուլա եւ Անտեի դասերի սուզանավերը։ Առաջին դասի սուզանավերը տեխնիկապես ստեղծվել են Սառը պատերազմի ժամանակ, սակայն դրանց կառուցումը սկսվել է միայն 1993 թվականին։ Ակուլա դասի սուզանավերը ըստ Մայա Կարլինի ցնցել են ամերիկյան հետախուզությանը, երբ դրանք բացվեցին։ Նորագույն Ակուլասը կարող է արձակել կալիբր հրթիռներ, դրանք ավելի վտանգավոր դարձնելով, քան նախորդ տարբերակները, եզրափակել է Կարլինը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ արտաքսման ենթարկված յուրաքանչյուր միգրանտի հնարավորություն չի տրվի դատական կարգով վիճարկել արտաքսումը, ասելով, որ դա հսկայական ձգձգումներ կառաջացնի։ Թրամփն ասել է, որ առնվազն 200 տարի կպահանջվի յուրաքանչյուր անօրինական ներգաղթյալի դատավարության համար, ինչը պահանջում է հսկայական թվով դատարանների ստեղծում։ Նա ընդգծել է, որ չնայած հանցագործներին արտաքսելու իր մանդատին, դատական համակարգը խոչընդոտում է այդ գործողությունները։ Թրամփը դժգոհություն է հայտնել ստեղծված իրավիճակից, այն անվանելով անհեթեթ։ Ես անում եմ այն, ինչի համար ընտրվել եմ, արտաքսում եմ հանցագործներին մեր երկրից, բայց դատարանները կարծես թե չեն ցանկանում, որ ես դա անեմ։ Մենք չենք կարող բոլորին դատի տալ, քանի որ դրա համար բացառայորեն 200 տարի կպահանջվի, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Այսօր ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը։ Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների հերթական դատական նիստը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը եւ մյուսներն այսօր պատասխանել են պետական մեղավորների հարցերին։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 24-ին։ Հիշեցնենք, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հնամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ այլոք։ Նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. օրեր առաջ 2023 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով նահատակվածների հարազատները բասնամակով դիմել էին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին, պահանջելով հրապարակային արձագանքել արցախցիների եւ Արցախի պաշտպանության համար նահատակվածների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող վիրավորական եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին։ Կամո Վարդանյանը, ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ նախ չի կարողանում իր մեջ հաղթահարել ներքին վախերը եւ սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից։ Պատերազմի ժամանակ զորքին պաշտպանության անցնելու հրաման տվող անձն ավելի է կարևորում իր կոմֆորտն ու ՀՀ իշխանությանը սիրաշահելը, քան իր հետ երկար տարիներ ՊԲ-ում ծառայած կամավորագրված ուժային տարբեր կառույցների կազմում Արցախի պաշտպանությունն ապահովված հերոսների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը։ Պատահական է արդյոք նմաններին իրենց կողքին պահելու փաշինյանական իշխանության ցանկությունը։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր հավատացյալներին Հռոմի Պապի մահվան կապակցությամբ։ Խորապես վշտացած են Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ եւ արդար աշխարհի կերտման գործում նորին սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել։ Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի կապակցությամբ։
Ռուսաստանը բաց է Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Գրում է գազետան. Գիտեք, ես հիմա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, հատկապես ժամկետների վերաբերյալ։ Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ռուսական կողմը բաց են խաղաղ կարգավորման որոնումների համար եւ շարունակում են աշխատել ամերիկյան կողմի հետ։ Եվ իհարկե մենք հույս ունենք, որ այդ աշխատանքն արդյունք կտա, նշել է Պեսկովը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կորցնում է Լոնդոնի աջակցությունը եւ հրապարակայնորեն վիճում է Չինաստանի հետ, որի դիրքորոշումն իրականում շատ կարեւոր է Կիևի համար։ Այս մասին ասել է Դրուգայա Ուկրաինա շարժման ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, այս մասին հայտնում է Смотрим.ru-ն։ Նրա խոսքով բրիտանական ԶԼՄ-ները սկսել են Զելենսկուն ներկայացնել որպես բռնապետ։ Մեդվեդչուկի խոսքով Ուկրաինայի նախագահը նաեւ անհիմն մեղադրել է Պեկինին Մոսկվային ռազմական մատակարարումների մեջ, իսկ հետո պատժամիջոցներ սահմանել չինական 3 ընկերություններում։ Այսպիսով նա թույլատրել է Կիևի դիրքերը Չինաստանի ժողովրդական հանրապետության աչքում, թեև նրա դիրքերը կարևոր են Կիևի համար, կարծում են Մեդվեդչուկը։ Քաղաքական գործչի խոսքով Զելենսկին անկախ գործիչ չէ եւ ստիպված է խաղալ ուրիշի կանոններով։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվամբ պայմանավորված Վատիկանում սկսվել է թափուր աթոռի շրջանը։ Այդ ժամանակ առաքելական աթոռի տեղապահ փաստացի դառնում է կարդինալ Կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների ընտանիքի եւ կյանքի հարցերով դիկաստերիայի պրեֆեկտ ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է, հաղորդում է ՌԻԱ Նովեսին։ Հենց Ֆարելն է հայտարարել հովապետի մահվան մասին, նա էլ կազմակերպում է հուղարկավորությունն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը հենց Ֆարելին են ուղարկվում պաշտոնական ցավակցական հեռագրեր։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին առավոտյան։ Դոլարի ինդեքսը ցուցանիշ, որն արտացոլում է ամերիկյան արժույթի հզորությունը աշխարհի այդ խոշոր արժույթների նկատմամբ 2022 թվականի մարտից ի վեր առաջին անգամ իջել է 98 կետից, համաձայն CNBC տվյալների։ Ցուցանիշը նվազել է մինչև 97.92 կետ։ Այն հաշվարկվել է Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների 6 արժույթների հիման վրա՝ եվրո, իեն, ֆունտ, ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն եւ շվեյցարական ֆրանկ։ Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խթանեց այս ցուցանիշի արագ աճը, դոլար ինդեքսը հասավ 110.18 կետի պիկին, սակայն Թրամփի երկնակալությունից եւ պաշտոնավարման առաջին քայլերից հետո ցուցանիշը սկսեց նվազել։ Գործընթացն արագացավ գրեթե ողջ աշխարհին առևտրային պատերազմի հայտարարմամբ։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր երկրները կտուժեն, եթե համաշխարհային առևտուրը վերածվի հեգեմոնիայի եւ պրոտեկցիոնիզմի ժունգլիների օրենքով։ Այս մասին հայտնել է գերատեսչությունը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի վարչակազմի սակագնային քաղաքականությունը։ Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ միակողմանի գործողությունները եւ պրոտեկցիոնիզմը վտանգ է ներկայացնում միջազգային առևտրի բոլոր մասնակիցների համար։ Հենց ուժեղը սկսի թույլի որսը բոլորը զոհ կդառնան, նշել են վարչությունից։ Պեկինը նաև իր վճռականությունն է հայտնել հակազդելու գործարքներին, որոնք վնասում են Չինաստանի շահերը, խոստանալով նման դեպքերում ամուր հակաքայլեր անել։ Ոչ ոք անձեռնմխելի չէ պրոտեկցիոնիզմի հետևանքներից։ ՉԺՀ-ն չի ընդունի շահերի ոտնահարումը եւ համարժեք պատասխան կտա, հայտարարել են առևտրի նախարարությունից։ Պետքարտուղարության նախկին աշխատակից Թայսոն Բարքերը կասկածի տակ է դրել, թե արդյոք Ուկրաինան ունի հազվագյուտ հողային մետաղների բավարար պաշարներ ԱՄՆ շահերը սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է իսպանական El Mundo թերթը։ Բարքերը նշել է, որ Ուկրաինան ունի նավթի, գազի, լիթիումի եւ գրաֆիտի հանքավայրեր, սակայն դրանց ծավալները համաշխարհային մասշտաբով էական չեն։ Տեղեկությունները, որոնց վրա հիմնվում է ԱՄՆ վարչակազմը, հնացած են եւ խոշոր ընկերությունները շահագրգռված չեն նախագծերով կոմերցիոն օգուտների բացակայության պատճառով։ Հրատարակությունը պոտենցիալ գործարքն անվանել է շանտաժ Միացյալ Նահանգների կողմից, ընդգծելով դրա անիրատեսական բնույթը։ Ոչ ոք չգիտի, թե արդյոք Ուկրաինան կունենա բավարար ռեսուրսներ, նույնիսկ արկապաշարները մրցունակ չեն, ասել է Բարքերը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի վերահսկում Ուկրաինայի զինված ուժերը եւ չի կառավարում իրավիճակը լիարժեք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին падգամավոր Վլադիմիր Օլեյնիկը։ Եթե օրինակ Գերագույն գլխավոր հրամանատար Պուտինի հրամանը բանական վերապահորեն կատարում է, ապա Զելենսկու դեպքում հարցը այլ է, քանզի այնտեղ են եւ նացիստները եւ Մեծ Բրիտանիան, որոնք շահագրգռված են սադրանքներով, ասել է քաղաքական գործիչը։
Օլեյնիկը մեկնաբանել է ուկրաինական զույգի կողմից զատիկի հրադադարի խախտումները եւ դրանք անվանել Զելենսկու թերահավատության հերթական ապացույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար։ Ռուսաստանի իր դրան մոտ թշնամիներ չունենալու ցանկությունը հասկանալի է։ Այս մասին խոսել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանը մասնավորապես Ուկրաինայից պահանջել է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Առայժմ հարևան պետության նկատմամբ այս պահանջը ակտուալ է, եւ Կոնտեն հասկանում է, թե ինչու։ Կարծում եմ, որ ցանկացած գերտերություն սկսած ԱՄՆ-ից չի սիրում իր դրան մոտ թշնամիներ ունենալ, եւ դա հասկանալի է, ասել է Կոնտեն։ Նա նաև կարծում է, որ Եվրամիությունը շահագրգռված չէ ուկրաինական հակամարտությունը լուծելու բանակցությունների միջոցով։ Քաղաքական գործչի խոսքով եվրոպացի առաջնորդներից չեն ցանկանում խոստովանել, որ բաց են թողել հաղթանակի իրենց կանխատեսումները։ Կոնտեն նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը, որը կարելի է ձեռք բերել փոխադարձ զիջումներով, Ուկրաինայի կապիտուլյացիան չէ։ ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային չխոչընդոտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը Իրանի հետ հակամարտության դեպքում եւ չեզոքություն պահպանել։ Այս մասին հայտնել է Hurriyet թերթը, հղումանելով իր աղբյուրներին փոխանցում է RIA Novosti-ին։ Եթե ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, ապա Իրանը կդառնա Թրամփի օրակարգի կետերից մեկը։ Էրդողանը իհարկե դեմ է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը։ Նա դա վտանգավոր է համարում տարածաշրջանի համար, սակայն Թուրքիային կարող են խնդրել չեզոքություն պահպանել այս պատերազմում եւ չխոչընդոտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը, գրում է պարբերականը։ Իսպանիայի նախարարների խորհուրդը որոշել է երրորդյա սուկ հայտարարել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է կառավարության նախագահի աշխատակազմի ղեկավար, թագավորության արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանյոսը, փոխանցում է NDTV-ին։ Իսպանիայի կառավարությունը երրորդյա պաշտոնական սուկ կհայտարարի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ, ասել է նա։ Բոլանյոսն ընդգծել է, որ Ֆրանցիսկոսի հովապետությունը խթան է բերել կաթոլիկ եկեղեցու նորացմանը եւ բարեփոխմանը, որը հետ կթողնի պատմության մեջ։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը կարող էր դառնալ կաթվածը։ Այս մասին հայտնում է իտալական Corriere della թերթը, հոգևոր առաջնորդը կյանքից հեռացավ խաղաղ առանց տանջանքի։ Դա տեղ է ունեցել ուղեղի հետ կապված խնդիրների պատճառով, հավանաբար ինսուլտ կամ արյունազեղում, հայտնել են Հռոմի Ջեմելի հիվանդանոցի բժիշկները, որտեղ նա բուժում էր անցում, ինչպես նշում է La Repubblica թերթը, ոչ մի ակնհայտ կապ չկա երկկողմանի թոքաբորբի եւ տարած բրոնխոսպազմի միջև, որոնց պատճառով Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել էր։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար ձեռնարկատեր Իլոն Մասկն ցանկանում է լքել իր աշխատանքը։ ԱՄՆ կառավարությունում, քանի որ հոգնել է հարձակումներից, գրում է Washington Post-ը, հղումանելով անանուն աղբյուրին, ինչպես նշվում է հրապարակման մեջ, Մասկի կառավարության հատուկ աշխատակցի կարգավիճակը լրանում է այս տարվա մայիսին եւ դեռ հստակ հայտնի չէ երկարացվի արդյոք այդ ժամկետը։ Մասկը ցանկանում է հեռանալ, քանի որ հոգնել է այն ամենից, ինչը իր կարծիքով տհաճ եւ ոչ բարոյական հարձակումների հոսք է։ Ասվում է թերթի հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ Մասկին չի անհանգստացնում Դոգեի հետագա աշխատանքը, որը նա ղեկավարում է ներկայումս, քանի որ նրա թիմի անդամներն արդեն հաստատվել են շատ դաշնային գործակալություններում, գրում է թերթը։ Սպիտակ տան անանուն բարձրաստիճան պաշտոնյան Washington Post-ին ասել է, որ Դոգեն հասել է պատմական արդյունքների, որոնք խոսում են իրենց համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Հանգչիր խաղաղության Ֆրանցիսկոս Պապ, թող Աստված օրհնի նրան եւ բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը ասել է, որ ինքը կհիշի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին COVID-19 համաճարակի սկզբում իր քարոզի համար, որը գեղեցիկ էր։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է երկուշաբթի առավոտյան 88 տարեկան հասակում, փետրվարի 14-ին նա գնացել է Հռոմի Ջեմելի կլինիկա հետազոտության եւ բրոնխիտի բուժումը շարունակելու համար։ Հետագայում հետազոտությունների արդյունքում պարզվել է երկկողմանի թոքաբորբի սկիզբ։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում եւ հնարավոր է դարձնում նույնիսկ անհավանականը։ Այս մասին ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո X-ի հարթակում գրառում է կատարել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին եւ ԱՄՆ նախագահի բանագնաց պարոն Ստիվեն Ուիտքովին բանակցություններին իրենց բարձր կառուցողական մոտեցման համար։ Այս բանակցությունները նոր թափ են ստանում եւ այժմ նույնիսկ քիչ հավանականը դառնում
դառնում է հնարավոր, նշել է Օմանի արտաքին գործերի նախարարը։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի հարթակում կատարած գրառման մեջ նշել է, որ Իտալիայում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում համեմատաբար դրական մթնոլորտն առաջընթաց է գրանցել հնարավոր համաձայնագրի սկզբունքների շուրջ։ Ապրիլի 24-ին ժամը 8:30-ից մինչև 22:00 կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը։ Համար 1 երթուղի Հրազդան մարզադաշտ, Աթենքի փողոց, Հաղթանակի կամուրջ, Արգիշտի Իտալիայի խորենացու Ագաթանկեղոսի փողոցներ, մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարան, հետադարձը Ագաթանկեղոսի Գրիգոր Լուսավորչի, Արգիշտի փողոցներ, Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոց, Հրազդան մարզադաշտ։ Համար 2 երթուղի Հրազդան մարզադաշտ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան Կիևյան փողոցներ, մետրոպոլիտենի Բարեկամություն կայարան, հետադարձը նույն ուղեգծով։ Կանադան տեսականորեն կարող է անդամակցել Եվրամիությանը, այս մասին գրում է Պոլիտիկո պարբերական, ընդգծվում է, որ երկրի անդամակցությունն ինտեգրացիոն միավորմանը այնուամենայնիվ քիչ հավանական է, սակայն բացառել այդ հնարավորությունը չի կարելի։ Եվրաինտեգրմանը կողմ է Կանադայի քաղաքացիների 44%-ը, մինչդեռ դեմ է միայն 34%-ը։ Նշվում է, որ Եվրամիության մասին պայմանագրում եվրոպական պետության սահմանում չկա, իսկ Եվրամիության մի քանի երկրներ արտերկրյա տարածքներ ունեն Կարիբյան ծովում, Խաղաղօվկիանոսում եւ Արկտիկայում։ Կանադան ավելի մոտ է եվրոպական արժեքներին, իշխանություններին եւ քաղաքականությանը, քան ներկայիս թեկնածու երկրներից շատերը, նշել է Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի եվրոպական քաղաքականության պրոֆեսոր Ֆրանկ Շիմել-Ֆենիգը։ ՄԲՇ-ի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնության լավագույն պահը։ Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն է լավագույնը։ Փարիզ 2024-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցումներում Մալխաս Ամոյանը հաղթեց աշխարհի 3 մեդալակիրների եւ 4-րդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Երկրպագուները ձայների 37%-ով ընտրել են Ամոյանի հաղթանակը որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ, հայտնել են ֆեդերացիայից։ Ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 60-ամյակն է։ Բագրատ Սրբազանն այսօր այցելեց հերոսի տուն թանգարան, հանդիպեց հերոսի ընտանիքի անդամներին։ Խոնարհում ծննդյանդ հերոս Թաթուլ։ Կալիֆոռնիայի Լանկաստերի քաղաքապետն առաջարկել է անօթևաններին տրամադրել թմրամիջոցների այն քանակությունը, որը ցանկանում են ազատվել դրանցից։ Գրում է New York Post-ը. Ես ուզում եմ նրանց անվճար ֆենտանիլ տալ։ Ես ուզում եմ նրանց տալ այնքան ֆենտանիլ, որքան նրանք ուզում են, որովհետև մենք իսկապես պետք է ձերբազատվենք այս մարդկանցից, մեջբերում է թերթը Լանկաստերի քաղաքապետ Ռեքս Պարիսը։ Փերիսն ասել է, որ բոլոր անօթևանների մոտ կեսը ազատ արձակված հանցագործներ են, որոնք ըստ նրա կատարում են քաղաքում հանցագործությունների մեծ մասը։ Նշվում է, որ Փերիսին պաշտոնանկ անելու համար սկսված ստորագրահավաքը մինչ այժմ հավաքել է անհրաժեշտ 20,000 ստորագրությունների 6%-ը։ Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային կապված հրադադարի ժամկետների եւ հանքային պաշարների վերաբերյալ գործարքի հետ։ Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնի հրադադարի պայմանների մինչև մայիսի 1-ը, հայտարարել է Գերագույն Ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, ով նախնական կալանքի տակ է պետական դավաճանության մեղադրանքով։ Երկուշաբթի ավելի վաղ Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կիևին ասել է, որ իրենից զիջումներ է ակնկալում, այդ թվում հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Վաշինգտոնը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական, ինչպես նաև առաջարկում է Զապորոժիայի ատոմակայանի վերահսկողությունը փոխանցել ԱՄՆ-ին։ Զելենսկիի ժողովրդի ծառա կուսակցության տարածած լուրերի համաձայն Փարիզում Երմակի հանդիպումը ամերիկացիների հետ շատ կոշտ ձևաչափով է անցել։ ԱՄՆ դիրքորոշումը հետևյալն է. կամ լսում եք, թե ինչ ենք մենք ասում, կամ հնարավորություն չունեք, ասվում է Դուբինսկիի հայտարարության մեջ։ Նա պնդել է, որ Զելենսկին չի հրավիրվել Փարիզի հանդիպանը, քանի որ նա տհաճ է ԱՄՆ-ի համար եւ ոչ ոք չի ցանկանում լսել այն անհետեթությունները։ Պետքարտուղարության նախկին աշխատակից Թայսոն Բարքերը կասկածի տակ է դրել, թե արդյոք Ուկրաինան ունի հազվագյուտ հողային մետաղների բավարար պաշարներ։ ԱՄՆ շահերը սպասարկելու համար, այս մասին հայտում է իսպանական El Mundo թերթը։ Բարքերը նշել է, որ Ուկրաինան ունի նավթի, գազի, լիթիումի եւ գրաֆիտի հանքավայրեր, սակայն դրանց ծավալները համաշխարհային մասշտաբով էական չեն։ Տեղեկությունները, որոնց վրա հիմնվում է ԱՄՆ վարչակազմը, հնացած են եւ խոշոր ընկերությունները շահագրգռված չեն նախագծերով կոմերցիոն
ինվեստիցիոն օգուտների բացակայության պատճառով։ Հրատարակությունը պոտենցիալ գործարքն անվանում է շանտաժ Միացյալ Նահանգների կողմից, ընդգծելով դրա անիրատեսական բնույթը։ Ոչ ոք չգիտի, թե արդյոք Ուկրաինան կունենա բավարար ռեսուրսներ։ Նույնիսկ կարգապաշարները մրցունակ չեն, ասել է Բարքերը։ Քաղաքացիներն 2025-ին եւ 2026-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 1-ը, դրանից հետո մինչեւ հուլիսի 1-ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողովի նիստում ներկայացրեց հեղինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը։ Այսինքն այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են ներասում, այս տարի նախորդ տարվա եկամուտների համար հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը։ Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ասաց Թունյանը։ Ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր լրացնել ցանկացած օր։ Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը։ Պատգամավորի խոսքով մոտ 35,000 մարդ է այս պայդրությամբ հայտարարագիր ներկայացրել։ ԱՄՆ տիեզերական ուժերն իրենց նորացված ռազմավարության մեջ պետության ռազմական հզորության հիմք են համարել տիեզերքում գերազանցությունը։ Այս մասին հայտնել է Breaking Devons պարբերականը։ Ներկայացված փաստաթղթում ասվում է, որ տիեզերական գերակայությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում ռազմական ուժերին գործել ցանկացած պահի եւ ցանկացած վայրում իրենց ընկերությամբ առանց տիեզերքի արգելող միջամտության կամ հակատիեզերական սպառնալիքների, ինչպես նաեւ հակառակորդին զրկելով նույնը անելու հնարավորությունից։ Ըստ փաստաթղթի ԱՄՆ-ն պետք է տիեզերքում գերակայություն հաստատի, որպես պատերազմում հաղթելու նախապայման, ասվում է հրապարակման մեջ։ Ամերիկյան կողմի հարձակողական գործողությունները կարող են ներառել մասնավորապես ուղեծրային հարված եւ տիեզերական բազայից կրակ ցամաքային թիրախների ուղղությամբ։ Եվրամիության վերազինման ծրագիրը, որը ենթադրում է 800 միլիարդ եվրոյի ներդրում, կհանգեցնի միավորման փլուզմանը։ Այս մասին El País թերթի հետ զրույցում հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Քաղաքական գործիչը բացասական է գնահատել պատրաստակամություն 2030 պաշտպանական նոր ռազմավարությունը։ Նա նշել է, որ ուժեղացված սպառազինությունը միայն անվտանգության պատրանք կստեղծի։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար բարգավաճման լավագույն երաշխիքը երկխոսությունն է, որը չեն կարող միայն Թրամփին, եզրափակել է Կոնտեն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանցիսկոսը մեծ միջազգային հեղինակություն է վայելում որպես քրիստոնեական ուսմունքի հավատարիմ սպասավոր։ Պուտինն ընդգծել է, որ Պոնտիֆիկոսը նպաստել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եւ ռուս ուղղափառի եկեղեցու միջև երկխոսության զարգացմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Վատիկանի միջև փոխգործակցությանը։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Ֆրանցիսկոսը բազմիցս հանդիպել են եւ մեծ հարգանք են տածել միմյանց նկատմամբ։ Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել։ Այս մասին այսօր ապրիլի 21-ին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ Նա նշեց, որ մրցույթը կազմակերպել եւ իրականացրել է քաղաքաշինության կոմիտեն, չի արձանագրվել մի հայեցակարգ, որ ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի ներկայացրած պահանջներին, ասաց Թևանյանը եւ հավելեց, որ շարունակվում է աշխատանքները նոր կոնցեպտով մրցույթ անցկացնելու համար։ Ավինյանն էլ ասաց, թե գործընթացը մեկնարկել է 4 տարի առաջ, երբ ինքը փոխվարչապետ էր եւ ակնկալում էին, որ 1 տարում կավարտվեն մրցույթի աշխատանքները, բայց 4 տարվա ընթացքում որևէ մեկը չի հաղթել։ Նա հորդորեց շարունակել աշխատանքները։ Իսկ այժմ եղանակի մասին։ Եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան Ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։
է։